Բարի լույս Առնյուզի ուղիղ եթերում շարունակվում է առաջին ծրագիրը եւ այժմ ժամանակն է, որպեսզի ի վերջո ձեր ուշադրությանը ներկայացնեմ իմ մյուս հյուրին, Հայաստանում երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյան։ Բարի լույս Սաիդ, շնորհակալ եմ, որ այստեղ եք, ինչպես սկսվեց ձեր օրը։ Շատ լավ, իհարկե հիանալի է, որ այսօր նաև մենք այստեղ ենք, այս հաղորդման հյուրն ենք եւ օրը բավականին շատ լավ տրամադրությամբ է սկսվում եւ նաեւ օրը հիմնականում նվիրված է լինելու նաեւ եզդիների Սուրբ Զատիկի հետ կապված այդ արարողությունները։ Այո, ես ցանկանում եմ խոսել հենց այդ տոներից, ավելի կոնկրետ Մարգարե Եզդիդի տոնից, որը դեկտեմբերի 13-ից հետո հանդիպող առաջին ուրբաթ օրն է, չէ, եթե չեմ սխալվում։ Հետաքրքիր է, ինչ տոն է եւ ինչպես եք նախապատրաստվում։ Նախ ես շնորհակալություն կհայտնեի այս հրավերի եւ նաեւ տվյալ ծրագրի շրջանակներում այսպիսի հաղորդում կազմակերպելու համար, քանի որ նմանատիպ հաղորդումները եզդիների կյանքում բավականին մեծ նշանակություն ունեն։ Մենք հնարավորություն ենք ստանում մեր կրոնը, մշակույթը, ավանդույթները լուսաբանելու համար եւ այդ լուսաբանման արդյունքում նաեւ վերացնել այն բոլոր սխալ կարծրատիպերը եւ թյուր կարծիքները, որոնք ձևավորվել են եւ գոյություն ունեն հանրության մեջ եզդիների կրոնի, մշակույթի, պատմության, ավանդույթների եւ առհասարակ եզդիների վերաբերյալ։ Ինչպես նաեւ օգտվելով այս ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մասնավորապես հեռուստատեսության ընձեռած հնարավորություններից, ընդգրկելով հասարակության լայն շրջանակ, մենք փորձում ենք լուսաբանել եւ հանրությանը իրազեկ դարձնել այն, ինչ տվյալ դեպքում հաղորդման կոնտեքստում լուսաբանվելու է։ Եվ ես կարծում եմ, որ հայերի եւ եզդիների դարավոր այդ բարեկամությունը եւ եղբայրությունը պարտավորեցնում է արդեն մեր երկու ազգերին իրազեկ լինելու մեկը մյուսից շատ ավելին, քան այսօր։ Իսկ հիմա այժմ անդրադառնանք տոնին։ Տոնը նվիրված է լինելու եզդիների նախահորը Սլթան Եզիդին։ Սլթան Եզիդը համարվում է Աստծո փոխանորդը երկրի վրա, Աստծո կողմից երկիր առաքված մարգարե, հանուն իր ընտրյալ եւ սիրելի ժողովրդի, Եզդի ժողովրդի։ Նա եկել է Եզդի ժողովրդի մոտ Աստծո խոսքը, Աստծո պատգամը եւ պատվիրանները փոխանցելու եւ նրանց հաղորդելու համար, ինչպես նաեւ Եզդի ազգը առաջնորդելու համար։ Տոնը հիմնականում կատարվում է հետեւյալ կերպ. դեկտեմբերի 13-ին հաջորդող առաջին երկուշաբթի օրը մատաղ է արվում ի պատիվ Սլթան Եզիդի գալստյան։ Այնուհետև երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին եզդիները ծոմ են պահում։ Ծոմից հիմնականում ազատվում են տարեց մարդիկ, հիվանդ մարդիկ, նոր ամուսնական զույգերը, հղի կանայք եւ մանկահասակ երեխաները։ Ծոմը իրականացվում է հետեւյալ կերպ. կեսգիշերից հետո ընկած ժամանակահատվածում մարդիկ վեր են կենում եւ պետք է սնվեն գիշերը։ Այդ գիշերը սնվելու process-ը կոչվում է պաշիվ, որը կոչվում է բառացիորեն թարգմանաբար կոչվում է ուշ ժամվա սնունդ։ Այնուհետև նախքան արևածագը, այսինքն այդ ուշ ժամից սնվելուց հետո մարդիկ պետք է քնեն, որպեսզի ծոմը համարվի ընդունելի։ Եվ այնուհետև արևածագից մինչև մայրամուտ եզդիները, ծոմ պահած եզդիները չպետք է օգտագործեն որևէ բան, ոչ ուտել, ոչ խմել։ Եվ մեն մայրամուտից հետո է թույլատրվում սնունդ ընդունել։ Եվ այդ ժամանակ նոր համարվում է ծոմը ավարտված եւ ընդունելի։ Եվ այսպես իրար հետևից 3 օր, երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի։ Հինգշաբթի երեկոյան հիմնականում եզդիները այցելում են իրենց գյուղի կամ քաղաքի, տվյալ դեպքում այն բնակության վայրի, որտեղ բնակվում են, իրենց հոգեվորականների, շեխերի եւ փիրերի օջախները, ստանալու իրենց հոգեվորականների օրհնությունը, այդ սուրբ օջախների օրհնությունը, այնուհետև բուն տոնը տեղի ունենում ուրբաթ օրը, երբ մենք նշում ենք մեծ շուքով, մեծ ոգեվորությամբ եւ խանդավառությամբ մեր մարգարեի, մեր սուրբ հրեշտակի Սլթան Եզիդի գալստյան այդ տոնակատարությունը եւ դա պետք է նշվի բավականին մեծ շուքով, եզդիները պարտավոր են դա նշել, քանի որ նա այդ օրը եկել է Եզդի ժողովրդին առաջնորդելու համար։ Այնուհետև իհարկե յուրաքանչյուր եզդիական ընտանիք իր տանը որոշակի պատրաստություններ է տեսնում եւ տարբեր ուտելիքներով, կերակուրներով, սնունդներով պատրաստված սեղան է դնում, քանի որ մենք պարտավոր ենք դիմավորել մեր հարգարժան հյուրին Սլթան Եզիդին եւ այնուհետև տարբեր բարեմաղթանքներով եւ նվերներով մենք այցելում ենք հարազատների, բարեկամների եւ մեր հարևանների օջախները, նրանց հետ կիսելու նաեւ այս ուրախությունը, քանի որ սա բավականին մեծ տոնակատարություն է եւ պետք է նշվի ավելի մեծ շուկով, քան օրինակ այլ տոնակատարություններ կամ միջոցառումներ։ Ծոմը ես մոռացա նշել, ծոմի ժամանակ հիմնականում ծոմի խորհուրդը հետեւյալն է, երբ խոսք է հաղորդվում եզդիներին, որ Սլթան Եզիդը գալիս է իր ժողովրդի մոտ, նրանց առաջնորդելու եւ Աստծո խոսքը հաղորդելու, մարդիկ սկսում են ապաշխարել իրենց մեղքերը եւ ցանկանում են իրենց մարգարեին դիմավորել ոչ միայն հոգեպես ապաշխարած, այլ նաեւ ֆիզիկապես մաքրազերծված տեսանկյունից։ Ծոմի խորհուրդը հենց այս
սրանում է պայմանավորված, նրանք ցանկանում են ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆիզիկապես մաքրազերծված դիմավորել իրենց սրտան եզիդի գալուստը։ Շատ հետաքրքիր է սա, քանի որ դուք հանդիսանում եք Հայաստանում երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահը, ինձ հետաքրքիր է, թե երիտասարդ եզդիները առհասարակ ինչով են զբաղվում, նրանց զբաղվածության մասին խոսենք, ինչ նախասիրություններ ունեն, արդյոք Իհարկե այսօր երիտասարդ եզդիները Հայաստանում բավականին ակտիվ են, նրանք զբաղվում են իրենց ուսման կրթությամբ են զբաղվում եւ միաժամանակ նաեւ զբաղվում են ազգի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմամբ։ Իհարկե այս իրենց առօրյա կենցաղային հարցերը մի կողմ դրած, իրենց աշխատանքային այդ գործունեությունը մի կողմ դրած, նրանք շատ գովելի եւ խրախուսելի է, որ զբաղվում են ազգային հիմնախնդիրներով։ Այսօր կան բավականին բազմաթիվ եզդիական կազմակերպություններ երիտասարդական, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել ազգապահպան գործունեություն իրականացնելու եւ այդ կազմակերպություններից մեկը հենց մեր կազմակերպությունն է, մենք նպատակ ենք դրել լուսաբանելու եզդիական մշակույթը, եզդիական ավանդույթները, եզդիական կրոնը, մենք համագործակցում ենք մեր բազմաթիվ եզդի հոգեվորականների հետ, բազմաթիվ կառույցների հետ, մասնավորապես ես կնշեի այս դերում եզդիների մշակույթի ավանդույթների պահպանման գործում բավականին մեծ ներդրում ունի Շեյխ Հասան Հասանյանը, եզդիների հոգեվոր առաջնորդը, նա տվյալ դեպքում համագործակցում է նաեւ մեր երիտասարդ ներկայացուցիչների հետ եւ նրա միջոցով մենք տեղեկանում ենք նաեւ մեր ավանդույթների, կրոնի, մշակույթի եւ նա բացատրում է մեզ նրա իմաստն ու նշանակությունը։ Մենք շատ ենք շնորհակալություն հայտնում Շեյխ Հասան Հասանյանին այդ գործունեության համար, որ նա խրախուսում է նաեւ մեր երիտասարդների գործունեությունը։ Այսօր մենք արժեվ նպատակ ենք դրել նաեւ այդ ամբողջը լուսաբանելու արդյունքում նաեւ վերացնել այն բոլոր սխալ կարծրատիպերը, որոնք առաջացել են եւ ձևավորվել են եզդիների վերաբերյալ։ Իհարկե այդ կարծրատիպերը շատ են եւ դրանք հասարակության մեջ ավելի շատ ամուր են ձևավորված եւ դրանք վերացնելը բավականին դժվար է, երկար աշխատանք է պահանջվում, սակայն մենք չենք ընկճվում եւ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը այդ կարծրատիպերը եւ սխալ կարծիքները եզդիների վերաբերյալ վերացնելու համար։ Այ քանի որ խոսվեց կարծրատիպերից ու սխալ կարծիքներից, դուք ամեն ինչ այնքան անթերի ներկայացնում եք եւ շատ արագ, որպեսզի հասցնենք շատ հետաքրքիր ինֆորմացիա ունեք հաղորդելու, տեղյակ եմ։ Խոսենք կարծրատիպերից, որոնք կան մեր հանրության մեջ ու դրանք կոտրելու մեխանիզմներից։ Սխալ կարծիքներ եզդիների մասին եւ այլն եւ այլն։ Օրինակ ես այդպես տեղյակ չեմ, ինչ հիմնական որոնք են այդ կարծիքները, թյուր եւ կարծրատիպերը։ Նախ հիմնականում տարբեր կարծրատիպեր կան, գոյություն ունեն տարբեր հիմնականում կարծրատիպեր եզդիների մշակույթի, ավանդույթների, կրոնի վերաբերյալ։ Նախ շատերը իրազեկված չեն, թե եզդիները ինչ կրոնի դավանանքի հետևորդ են, շատերը տեղյակ չունեն, թե եզդիական ավանդույթները ինչ իմաստ եւ նշանակություն ունեն։ Ես կփորձեմ անդրադառնալ ավելի այն հասարակության մեջ շատ լայն տարածում գտած կարծրատիպերին, մասնավորապես այն, որ եզդիների կրոնը նրանք չգիտեն թե ինչ կրոնի ներկայացուցիչներ են եւ մեզ երբեմն հատկապես մուսուլման ժողովուրդները մեզ համարում են անհավատության դրսևորումներ։ Ես կնշեմ, որ եզդիների կրոնը կոչվում է Շարֆադին, եզդիների կրոնը հիմնականում միաստվածային կրոն է, մենք ընդունում ենք, որ գոյություն ունի մեկ ընդհանուր Աստված, նա համարվում է տիեզերքի արարիչը, այն ամեն ինչը ինչ գոյություն ունի այս տիեզերքում, այս աշխարհում ստեղծվել է Աստծո կողմից, որին մենք անվանում ենք Խվադե, եւ ըստ եզդիական կրոնի Խվադեն ունի 3003 անուն եւ Սլթան Եզիդի անունը հենց Խվադեի անուններից մեկն է համարվում, այսինքն հենց ազգի ինքնանվանումը, որը ստացել է ի պատիվ այս մարգարեի հրեշտակի, Աստծո անուններից մեկն է համարվում։ Եզդիների վերաբերյալ այլ կարծրատիպեր եւս գոյություն ունեն, նախ հիմնականում նաեւ հարսանիքների ժամանակ Կարմիր խնձորը հարսի կողմը նետելու այդ ավանդույթը, հիմնականում դա նույնպես կարծրատիպ է եւ երբեմն հասարակության մեջ կարծում են թե եզդիները ոչ թե հարս են բերում, այլ դուշման եւ ցանկանում են Կարմիր խնձորով խփել հարսի գլխին։ Իհարկե դա կարծրատիպ է, հարսի գլխին չեն խփում։ Իհարկե երբ հին ժամանակներում երբ փորձում էին տղայից իմանալ թե ով է իր ընտրյալը, նա Կարմիր խնձորը նետում էր այն տան շեմին, որտեղ գտնվում էր իր ընտրյալը, եւ տղայի ծնողները արդեն իսկ հասկանում են, որ պետք է հարսնացու ու բերել այդ ընտանիքից։ Շեմին են նետել հարգելի հերոստադիտողներ, ոչ թե հարսի գլխին, դա տարիներ ժամանակի ընթացքում էր այդպես, սակայն այսօր այն որոշակի փոխակերպումներ է անցել եւ փոխվել է դրա իմաստը, ձևը, ինչպես իրականացվում։ Այսօր երբ հարսին բերում են փեսայի տուն, հիմնականում Կարմիր խնձորը եւ տղան փեսան կանգնում է շատ բարձր
դիրքում, հանրության համար տեսանելի դիրքում եւ հարցը շրջապատված է մի ամբողջ բազմությամբ, նա Կարմիր խնձորը ոչ թե խփում է հարցի գլխին, այլ նետում է հարցի կողմը, ցույց տալով բազմությանը, որ նա իմ ընտրյալն է։ Ես նրան եմ ընտրել եւ նրա հետ եմ շարունակելու ապրել իմ հետագա տարիները։ Սա է իմաստը։ Սա է իմաստը։ Շատ շնորհակալ եմ Սաիդ Ավդալյան, եւս մեկ անգամ նշեմ, որ իմ հյուրը Հայաստանում երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանն է, շատ հետաքրքիր ինֆորմացիա հագեցած, որ կարծում եմ մեկ եթերի ընթացքում հնարավոր չէր ամենը փոխանցել, բայց դուք փորձեցիք անել առավելագույնը։ Շնորհակալ եմ Սաիդ եւ ձեզ մաղթում եմ օրվա լավ շարունակություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն եւ շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, ահա այսօր այսպիսին էր առաջին ծրագիրը, իսկ դուք մի մոռացեք շարունակել մնալ Arnews-ի հետ, որովհետեւ արխիվում դեռ շատ հետաքրքիր հաղորդումներ կան, եթերում կլինենք վաղն առավոտյան եւ արդեն ձեզ բարի լույս կմաղթեմ իմ գործընկերուհի Մարինա Գրեգի հետ։ Մինչ այդ առայժմ